սեղմեք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Նախ սա երկրորդ դեպքն է արդեն, որ հայ սակրավորը պայթում է Հայաստանի տարածքում հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա։ Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին։ Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ ընտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Հայ սակրավորների մահը կամեցող այս երևույթը Կալուգացի Սամոյի ցուցակի 11-րդ համարն է։ Քվեարկելով Կալուգացի Սամոյի օգտին, դու քվեարկում ես, որ սա լինի ազգային ժողովի падգամավոր։ Կալուգացի Սամոն այո, իր ցուցակի 10-րդ ու 11-րդ կամ 11-րդ համարում տարել դերել է մեկին, ով հայ սակրավորի մահն է կամենում։ Կալուգացի Սամոն չպետք է անցնի խորհրդարան, ես վստահ եմ, որ ինքը չի անցնելու խորհրդարան։ Իսկ այ ընտրություններից հետո հայ սակրավորները պետք է ականազերծման աշխատանքներ իրականացնեն Կալուգացի Սամոյի ու սրա գլխին։ Տնտեսական աճը զուգորդվում է աղքատության նվազման հետ։ Եթե դա չի զուգորդվում, ուրեմն տնտեսական աճը կամ նկարած է, կամ այդ աճը, այդ աճի բարիքներից օգտվում են շատ մեծ շրջանակներ։ Եվ այսպես, Ռոբերտ եւ Բելա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից հոգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ բույք ուշադրություն, 2 բույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամի արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Գումարային դատախազությունը Քոչյանից պահանջում է համարյա $200 միլիոն բռնագանձել։ Հիմա Քոչյանը խոսում է ինչ որ նեղ շրջանակների կողմից տնտեսական բարիքներից օգտվելու համար։ Բա քեզանից ավելի լավ նեղ շրջանակ կարող է Քոչյանի մոտ անձի երկատումը։ Ու հիմա ուրիշ Քոչարյան է խոսում, ոչ թե այն Քոչարյանը, որից պահանջում են $200 միլիոն թալանի վերադարձ։ Նայեկում եմ տեսել շորտ ծախող հովոյին եմ տեսել։ Ինչ կա շորտ ծախողի հետ կապված ժողով ուզում հասկանամ։ Լրագրող էր խոսում, հարգելի լրագրող, ուզում եմ հասկանամ դու չես ամաչում, դու հայ լինելով մարդկանց մեջ լրագրող լինելով փոխանակ բարձրաձայն ես ազգի համար կարևոր հարցեր, այնքան չես ամաչում վարչապետի դեմը կայնած նման հարցեր տալիս։ Ինչ որ խնդիր ունես աշխատանքների հետ կապված։ Ուզում եմ քեզ հիշեցնեմ, որ ցանկացած աշխատանք հարգի է, այսօր այս մարդը հեռախոս է ծախում, վաղը կարող լինի օրինակի համար, չգիտեմ, միլիարդատեր։ Ասա այս մարդը որ շորտ չծախի, կարող լինի վաղը լեզվաբան, քեզ նա ինչ եմ ասում, անկեղծ եմ ասում, կյանքը աստիճան է։ Կարող է դու լավան օրինակի համար լինում է նախարար, օրինակ եմ էսի բերում, բայց դե ոչ մեկը ակնկալիքով չենք անում, ինչ որ անում ենք, մենք մեր ազգի կողքն ենք։ Այո, պիտի լիներ ալանչի, հա, պիտի ժողովրդին սպանած լիներ, որ ծապտայք վախից ելնեիք զգաստ կային։ Մեր երկիրը այնքան լավ երկիր է, վարչապետի դեմը երբ որ հարց ես տալիս վարչապետին, այդ ինձնից քեզ խոր, մտքերդ ես թափվի, օրենքով, ճիշտ քեզի դիտողություն արեց վարչապետը, քեզի նաև դատ է հասնում, հնարավորություն ունենք քեզ դատի տալու, պրոստը մենք այդ ներում ենք, բաց ենք թողում։ Հա, բրես, մենք այդ մարդը ներում ենք, բայց որ մի օր փողոցում ինձ հանդիպես, հուսով եմ այն որոշների նման այսինքն աչքեր ճպճպացնելով չես ճպտա, կգաս կասես այդ ես եմ եղել, ես է քեզի մասելիքը կասեմ։ Այսքան բան, 26-ին, 16-ին։ Հե, երոն չի ուզում երևա։ Ապա ես վաղը կգամ մի հատ Իջևանի խոզի միսը կուտեմ։ 16 կտորանից։ 16,000 16 մատերով։ Կարակ նկարվենք։ Իհարկե կարաս։ Կարակ նկարվեք։ Գալիս ենք ժողովուրդ ջան, ուր են գալիս Սերջան։ Դու գիտես, դու ես ստեղի ասողը, այս պահից, բայց հենց ավտոբուս նստակ դերերը փոխվում է։ Հարց կա, ապա։ Ապա նկատել ես, որ տեր կանգնի խաղաղությանը, նա իմաստը ջոգի։ Ես այդ իմաստը մենք ջոգել ենք, լիքը մարդ ջոգել է, բայց մնում է բոլորը ջոգեն իմաստը։ Քանի լույսը բարիով է, շատ պոզիտիվ տրամադրված ենք,
Այսօր վերջը իմ ուզածին հասա ու միացա ուրախ ավտոբուսին։ Ինձ շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Այն հետաքրքիր բլոգները ու հետաքրքիր պոզիտիվ, լավ, բարի մարդկանցով գալիս ենք։ Իջևան են գալիս ենք սաղ տեղերը հերթով գալիս ենք Դիլիջան, ճանապարհին հերթով մտնելով գալիս ենք։ Սպասում եք մեզ ժողովուրդ ջան։ Երեքվանից հովոին ասում եմ հովս խաղաղվի, մի չարացի, չար մարդկանց հանդեպ պետք է մենք լինենք բարի, աղոթքով եւ օրհնենքով։ Ով մեր մասին վատ է խոսում, իմացի։ Եկավ Կարենը, Կար ջան։ Ինչ կա հանգես, շարժվում ենք։ Սպասում եք չէ ժողովուրդ ջան։ Հա, լրիվ սաղովի ֆոտոյել ենք, հենց հիմա շարժվում ենք։ Գալիս ենք ցավներ տան։ Մեզ ընթացքում կտեղեկացնենք։ Սենցա։ Մենք երբ ուր ենք լինելու։ Նա շնորհակալություն մողիտոն ռեկլամ եղավ։ Շնորհակալություն։ Մաթեի։ Մոխիտոն, մոխիտոյի դեպը կայնած ենք, գալիս ենք թանգերս։ Սպասում եք ժողովուրդ։ Այսօր տեսա լրագրողը մեր պարոն վարչապետի մոտ հարց է բարձրացնում ու պիտակավորելով սատարողներին պարոն վարչապետին, ինչ որ բլոգերներ շուտ ծախող, ընդ ես իմ ինչ ուտելիք ռեկլամանող, ուզում եմ մի հատ հասկանամ դու մարդկանց տենց այդ արշինով ես չափում։ Այսինքն ինչ է նշանակում շորտ ծախող կամ ինչ որ ուտելիք գովազդանող։ Կարող է դու կապուտ արունով ես, Մարսից եսի, չէ, չգիտեմ տենց ես իմ ով ես իրականում։ Լսի եղբայր, մարդիկ քեզ պիտի նայեն ու էդի ասում են որ դու ոնց անես, էլի ավելի ճիշտ կլինի ու լիքը մարդ օրինակ վերցնեն, որպես դու ասենք լրագրող ես, պիտի ունենաս լրագրողի համապատասխան կեցվածք։ Մարդկանց անձը մի փորձի երբեք վիրավորես։ Ես հասկանում եմ օրենքի ուժով դու կարաս զրպարտելու համար մարդուն պատասխանատվության ենթարկվես, բայց հիմա քո հետ չեմ խոսում այն նպատակով, որ ինչ որ քեզի փորձեմ դատի տամ, չէ։ Քեզ պրոստը ուզում եմ հասկացնեմ, որ նման կերպ չի կարելի, սթափիր եղբայր, մարդկանց մասին խոսալուց էլ մի պիտակավորի ազգի կեսը շոր է ծախում, բան ունե շոր ծախողների դեմ, այն մի կեսն է միրգ է ծախում, այն մի կեսը շինարարություն է անում, այն մի կեսը ուրիշ բան է անում, ինչ որ խնդիր ունես աշխատավոր մարդկանց հանդեպ։ Դրա համար էլ հիմա ասում եմ հարգելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում այլևս չպիտի լինի իշխանություն, ով որ թույլ տա իրան սատարողները փորձեն վիրավորեն կամ պիտակավորեն մյուս ուժին սատարողներին։ Ոնց որ հիմա տեղի ունենում, օրինակի համար զոմբի են վանկարկում կամ եւ այլն, այլևս չպետք է լինի նման իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, ու մենք դա միասին պիտի որոշենք ու միասին պահենք, ոնց 2026-ին ընտրելով 16-ին։ Իմ սիրելի ժողովուրդ, իսկ ես վաղը լինելու եմ ամբողջ օրը Իջևանում, վաղը եւ մյուս օրը։ Սիրով սպասում եմ բոլորիդ, հրավիրում եմ բոլորիդ միանալ մեր քայլերթին ու կատարել մեր ճիշտ ընտրությունը։ Բանակի պահովել էիք ասում, վայ, սենց եւ այլն։ Լուրջ եք ասում, սթափեք մի հատ։ Սադրանքների ժամանակը վաղուց անցել է, ուշքի եկեք ժողովուրդ ջան, ով որ չգիտի դիզինֆորմացված է, ասեմ որ իմանաք, ինչ կա ամեն ինչ կատարվում է, իրական բոլորի աչքի առաջ եկեք, տեսեք, լսեք վարչապետի խոսքը, 2 տարի առաջ էլ խոսակցություններ պատտվում, վայ տեսեք, հեսա պատերազմ է լինելու, հեսա հենց հիմա մի ամսից եղավ պատերազմ, չեղավ։